Այսօր հոկտեմբերի 31-ն է, 2025 թվական։ Մենք սպասման մեջ ենք, մենք սպասում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Տեր Հիսուս Քրիստոսի հարսը հավաքվել է, ամբողջացել է և մի ամբողջական մարմին է դարձել և Հիսուս Քրիստոսի զավակները, ովքեր հարսն են Հիսուսի, նրանք բոլորը հոգով, սրտով միասին են, անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում են, երբ մենք լսում ենք իրար, ինչ-որ հարթակներով, սոցիալական, ինտերնետային հարթակներով, YouTube, կամ ինչ-որ ալիքներ, կամ ինչ-որ էջեր տարբեր, մենք զգում ենք Սուրբ Հոգով իրար։ Մենք միանգամից զգում ենք, որ սա Տիրոջ, այս մարդը Տիրոջ հարսն է, Տիրոջ մարմինն է կազմում, նրա մի անդամն է մարմնի։ Մենք մի ամբողջություն ենք և հարսը սպասում է Հիսուս Քրիստոսին։ Եթե դու ինձ լսելով առաջին անգամ ես լսում Տիրոջ հարս, Տիրոջ գալստյան մասին, ես քեզ ուզում եմ ասել, որ Տեր Հիսուս Քրիստոսը, ինչպես որ խոստացել է, ինչպես որ գրված է Աստվածաշնչում, Տեր Հիսուս Քրիստոսը վերադառնում է 2000 տարի անց, Տեր Հիսուսը վերադառնում է իր ճշմարիտ զավակների հետևից, նա մեզ տանելու է երկրից իր թագավորություն և ինչպես որ գրված է Աստվածաշնչում, մի ակնթարթում մեր մարմինները կփոխվեն և կփոխակերպվեն, այսպես ասած, մենք նոր մարմիններ կստանանք և մի ակնթարթում կվերցվենք երկրից և կհանդիպենք Տիրոջ ամպերի մեջ և մեռելները հարություն կառնեն, բոլոր մեռածները այսքան դարերի ընթացքում, ովքեր պատկանում են Հիսուս Քրիստոսին, նրանք հարություն կառնեն և ապա մենք մեր մարմինների վերափոխումով մի ակնթարթում կհայտնվենք երկնքում, մենք մահ չենք տեսնի։ Դուք պատկերացնում եք մի սերունդ, որը ֆիզիկական մահ չի տեսնելու առանց մահի, նա հայտնվելու է երկնքում իր Տիրոջ մոտ։ Ինչպես գրված է Կորինթացիների 15:51-ում, ահա մի խորհուրդ եմ հայտնում ձեզ, ոչ բոլորս ենք ննջելու, այսինքն ոչ բոլորս ենք մահանալու մարմնով, ոչ բոլորս ենք ննջելու, բայց բոլորս ենք նորոգվելու։ Ինչու նորոգվելու, որովհետև մեր մարմինները, նոր մարմիններ ենք մենք ստանալու, նորանալու ենք։ Հանկարծ մի ակնթարթում վերջին շեփորի հնչման ժամանակ մենք բոլորս նորոգվելու ենք, երբ շեփորը կհնչի ու մեռելները անապականելի հարություն կառնեն, իսկ մենք կփոխակերպվենք։ Մենք այդ ժամանակում ենք ապրում, Հիսուս Քրիստոսը գալիս է, նա գալիս է իր հրեշտակների հետ և մեզ վերցնելու է երկրի վրայից։ Եթե դու առաջին անգամ ես այս ամենը լսում, ուրեմն շտապիր այս ալիքը, պրպտիր, զննիր, լսիր և փորձիր տարբեր լեզուներով գտնել Տիրոջ գալստյան մասին տեսանյութեր, որոնք միլիոնավոր են ուղղակի ռուսերենով կամ ինչ-որ մի լեզվով, որին որ դու տիրապետում ես։ Կանչիր Տիրոջ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, աղոթիր, խնդրիր և հարցրու, որ Տերը քեզ հաստատի, որ ինքը գալիս է, նա իրոք գալիս է մեր հետևից մեզ տանելու։ Հիմա մենք այդ ժամանակում ենք ապրում և Տերը մեզ կտանի ու դրանից հետո կլինի Աստծո բարկությունը երկրի վրա, որովհետև Տերը իր զավակներին չի թողնի, իր ճշմարիտ զավակներին, ավելի ճիշտ իր մարմինը չի թողնի, իր հարսին չի թողնի երկրի վրա, այն ժամանակ, երբ իր բարկությունը երկրի վրա կթափի, կլցնի երկրի վրա իր բարկությունը, որը շատ սարսափելի է, դաժան է լինելու մարդկանց աչքերով, շատ դաժան է լինելու, բայց Աստծո համար շատ արդար է։ Հիմա մենք սպասման մեջ ենք, ուզում եմ ասել բոլոր այն Աստծո զավակներին, այն ծառաներին Տիրոջ, մենք բոլորս ենք Տիրոջ ծառա, երբ մենք դառնում ենք Հիսուսինը, մենք Տիրոջ ծառան ենք և նրա զավակն ենք։ Հիմա, եթե դու հայտնել ես Տիրոջ գալստյան մասին մի հոգու, կամ եթե դու հայտնել ես 1000 հոգու Տիրոջ գալստյան մասին, անկախ նրանից, թե ինչքան մարդու ես հայտնել այդ լուրը, դու քո վրա զգացել ես հարձակումներ, թերահավատ, անհավատ մարդկանց, չար մարդկանց, ովքեր չեն հավատում կամ չեն ուզում հավատալ, չեն ընդունում, նրանք քեզ վիրավորել են, նրանք քեզ ցավ են պատճառել, նրանք քո մասին չար խոսքեր են ասել, զրպարտել են, դատապարտել են և այլն։ Եվ քո մոտ առաջացել է հիասթափություն, նեղվածություն, ցավ, որ քո արածը պտուղ չի տալիս,
որ դու իզուր տեղը խոսում ես եւ մարդիկ քեզ ուղակի ծաղրում են եւ չեն դարձի գալիս։ Ես ուզում եմ ասել, որ դու չընկճվես, չնեղվես, որովհետեւ մենք միայն ցանողն ենք։ Մեզանից, քեզանից հասնում է սերմերը ցանել։ Մենք ընդամենը ցանողն ենք, մենք ուրիշ ոչինչ չենք կարող անել։ Երբ մարդը հավատում է քո ասածին, նա քեզանով չի, որ հավատում է։ Մնացած գործը անում է Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին է, որ դիպչում է մարդկանց սրտերին եւ մարդիկ հավատում են։ Դա նրանից չի, որ դու ասացիր կամ ես կամ ինչպես մենք դա ասացինք, ոչ։ Սուրբ Հոգին դիպչում է նրանց սրտին, դա Սուրբ Հոգու աշխատանքն է։ Մենք միայն ցանողն ենք, ընդամենը սերմը ցանողն ենք։ Մենք անոթ ենք Տիրոջ ձեռքերում եւ ուրիշ ոչինչ, առավել ոչինչ չենք կարող անել եւ չենք։ Մի ընկճվիր դրանից, մի նեղվիր, մի հիասթափվիր, հետ մի կանգնիր, այլ իմացիր, որ եթե հիմա քո ցանած սերմերը պտուղ չեն տվել, ուրեմն դրանք տալու են պտուղ հափշտակությունից հետո, որովհետև շատ շատերը, ովքեր որ լսել են մեր խոսքերը եւ չեն հավատացել կամ թերահավատությամբ են մոտեցել եւ այդպես էլ չեն կարողացել աշխարհից թեքվեն դեպի Աստված, այսինքն չեն ապաշխարել, աշխարհը նրանց շատ է ձգել, գրավել եւ այլն, միևնույն է հափշտակությունից հետո նրանք կհիշեն քո խոսքերը եւ կհավատան եւ կապաշխարեն, այսինքն քո ցանած սերմերը պտուղներ կտան հափշտակությունից հետո, այնպես որ մի նեղվիր, մի ընկճվիր։ Եթե կարող ես, եթե Աստված քեզ հնարավորություն կտա, շարունակիր խոսել այն մարդկանց հետ, ում որ Աստված կբերի քո կյանք եւ քեզ ցույց կտա։ Եթե դու առաջին անգամ ես լսում նման խոսք, որ Տեր Հիսուսը գալիս է, դու դժվար թե հասցնես կարդալ ամբողջ Աստվածաշունչը եւ այնքան կարդալ, որ ամբողջը հասկանաս, դրա համար շատ լավ կլինի, որ դու սկսես Աստվածաշունչը կարդալ, բայց ամենաառաջինը կանչիր Տեր Հիսուս Քրիստոսի անունը, աղոթիր, ներում խնդրիր քո մեղքերի համար, ապաշխարիր, ընդունիր, որ դու սխալ ես, որ դու մեղավոր ես, ինչու, որովհետև դու մարդ ես։ Դու մարդ ես, ես մարդ եմ, դա նշանակում է արդեն, որ մենք սխալ ենք, որ մենք մեղավոր ենք եւ մեր մեղքերը մաքրել եւ մեր մեղքերից մեզ ազատություն տալ կարող է միայն Հիսուս Քրիստոսը։ Եվ կանչիր Հիսուս Քրիստոսի անունը ու խնդրիր նրան, որ քեզ քո մեղքերը ների եւ մաքրի եւ ազատի եւ խնդրիր Տիրոջը, որ քո սրտում էլ հաստատի, որ ինքը իրոք գալիս է, որ Աստվածաշնչում այդ ամենը իրոք կա գրված եւ Սուրբ Հոգին քեզ կօգնի, կուղորդի, ցույց կտա, կսովորեցնի եւ փնտրիր YouTube-յան հարթակում տարբեր լեզուներով։ Այսքանը սպասում ենք Տիրոջը, սպասման մեջ ենք։